անգամ երբ ինքը ծամում էր ծամում, ես գնացի ինա մոտ եւ հարցրեցի, «Դավթյան, ինչ եք ծամում»։ Դավթյանը վրաց ինձ ասեց, «Ծամի մահացած ծնողներդ»։ Մեխայասուպեշ խափում է։ Ես անգամ չեմ իմացել, որ ինքը ծնողներ չունի։ Ստում ես տղա ջան։ Ինչ սովորած։ Երեք մի անգամ էլ եւ գլուխս հարված էր ուժեղ սեղանին եւ արուն էր գալի, ու իր շամներ էր, ինքը ոչ մի ռեակցիա չտվեց։ Ու հետո ծնողները մահացած։ հա մի անգամ էլ սովորացնում են ջուղ է, մեկը ես այստեղից չեմ, դեկտեմբերին եմ եկել, անգամ իմ մանկավարժ ընկերներին շատ չեմ ճանաչում, անկեղծ եմ ասում, դեմքերով գիտեմ, անուններով չէ, կազմակերպվում է վերևից դիտմամբ, նսեմ ասնելու ուսուցչի աշխատանքը, եկել եմ գրավոր եմ ստուգել, չեն թողել ստուգեմ, գիշերը մինչև 12-ը նստել եմ 7-րդ դասարանի համաշխարհայինի համար թեմատիկ եմ կազմել, որ այսօր անցկացնել։ Հասկանում ենք ընկեր Դավթյան, ուսուցչի աշխատանքը բարդ է, հիմա լսենք աշակերտներին էլ, հա, որովհետև դասից ուշանում է։ Մի անգամ էլ ես գլուխս ուժեղ սեղանին էի հարվածել եւ արուն էր գալիս, ինքը ոչ մի ռեակցիա ցույց չտվեց, ինքը ինձ ոչ մի անգամ չօգնեց, ու երբ հաջորդ օրը իմ ծնողը գնաց եւ բողոքրեց նախարարություն, ինքը հաջորդ օրը եկավ ինձ ասեց, գիտես ինքը ինձ եկավ ասեց, գիտես չգիտեմ, որ այդ այլն փոխարենը ներկեիր քսել, որ ինձ դպրոցից հեռացնեին։ Կպչուն մտքեր ունի, որ իրեն ուզում են հեռացնել, հա, դա է։ Մի անգամ էլ, երբ նա մեր մոտ իրոք չունեմ։ Մի անգամ էլ երբ ինքը մեր մոտ դասի էր, պայուսակից հանեց տորթը, գյուզ սկսեց կծրելով ուտել։ Ձեր դիմաց։ Հա։ Չհյուրասիրեց։ Մի անգամ էլ պայուսակից ջուր հանեց եւ սկսեց խմել։ Պայուսակից ջուր հանեց եւ սկսեց խմել։ Նորմալ է, որ ջուր խմի։ Ես դա կընդունեմ։ Ես տորթ եմ ստեղ կերել։ Ով է քեզ այդ բաները սովորացնում, տղա ջան։ Լավ չես անում։ Այ ասա այսօր դուք իմ դասին ինչպես էիք սպառնում ընկեր Դավթյանին։ 7-րդ դասանի աշակերտը սպառնում է ուսուցչին։ Ծնող տղամարդ ծնողը գալիս է։ Վիրավորում է տնօրենի կաբինետում իր աշխատակցին, տնօրենը չի ասում իմ աշխատակցին, այն էլ կին, ինչու եք վիրավորում։ Դու էլ ես 7-ի դասարանի։ Ես էլ եմ 7-ի դասարանից, մեկ առաջին հարկն ենք, էլի, ինքը երբ ազատ ժամ է ունենում, սկսում է ուսուցիչներին նեղացնել, բան ասել։ Անուն ազգանունը տպալ։ Մեզ էլ էր բան ասում, մեր դասարանից մի հատ երեխա չկա, որ իր ծնողին կամ ընտանիքի որևէ անդամին բան ասած չլինի, վիրավորած չլինի։ Մի հատ որ խնդրեմ, քանի որ աղմուկ էր, ես լավ չէի ընկալում, մահացած ծնողի հետ կապված ինչ էր ասել, ուսուցիչը նորից կկրկնե։ Երբ որ ինքը ծամում էր ծամում, ես հարցրեցի ինձ, ընկեր Դավթյան, ինչ եք ծամում։ Ընկեր Դավթյանը ասեց, ծամուն ծամիկ մահացած ծնողները։ Քո ծնողները մահացած են, բայց հայրդ մահացած է, հորեղբոր կինն է պահում։ Հա, որովհետև քիչ հետո ասեցիր, որ ծնողս բան փողոք էր գրել, մի քիչ բան էր, տարընկալում կար։ Կնոջը ինքը մամայի ասում էլի, որ ինքն է պահում մեծացնում, հա, իրա ծնողը։ Որ ինքը ծնող չունի, ստում են իրենք։ Ով է սովորեցրել քեզ, ամոթ քեզ։ Դուք որպես մանկավարժ եք, երեխայի հետ աշխատում եք, դուք պետք է իրանց կեսագրությունը բոլորի իմանաք։ Նա ինքը իմ երեխան չի, 7-ի դասարանի աշակերտ է, դուք լավ տեսնում եք, որ իմ տղան ստեղ կանգնած չի։ Ես որպես ծնող եմ բողոքում, որտեղ երեխաները դասապրոցես չեն անցկացնում ձեր հետ։ Երեխան պատմության դասից թերանում է։ Ես ինքս պահանջում եմ, որ պատմություն առարկան վերականգնեն դպրոցում։ Մենք չունենք մասնագետ, այսինքն կարող է դուք մասնագետ եք, բայց դասապրոցես չի ընթանում։ Ես ինքս մտել եմ հարգելիներս, տեսել եմ, որ
գիրք չկա դասարանում, երեխաները ոչ մեկ գրքով չեն աշխատում, իրասեղանին գիրք չի եղել դրած, ես ինքս բոլորը տեսել եմ, երեխաները ամեն Դասավանդում ոնց է, այսինքն իր ծրագրով իր հանգիստ իր համար հեռախոսով զբաղվում էր։ Երեխաները ամեն մեկը ծրիվ, ոչ մեկը չեն մասնակցում, ոչ մեկ դասապրոցես, ձեր կարծիքով բոլոր դպրոցը ձեզ ստում են, բոլորը ստում են, բոլորին, չէ, բոլորին, ոչ մեկ ձեզ չի զպարտում, ոչ, ես ձեզ չեմ ճանաչում, որ ինչ-որ մի բան կազմակերպեմ, ես իմ երեխայի համար եմ մտածում, ես տնօրենի մասին չեմ խոսում, ես իմ երեխայի մասին եմ մտածում, իմ երեխայի կրթության մասին, հիմա պահանջում եմ պատմության առարկան, որ դուք իմ երեխուն ինչ եք սովորացրել, չէ, ինչ եք սովորացրել, իմ երեխան պատմություն չի հասկանում, դա ինչ է, պատմության առարկան, որ երեխան պետք է անգիր իմանա, չգիտի, Ես հիմնավոր եմ, սխալվում ես, ես Երևանդունիներից եմ սկսել 3 ամիս, սեպտեմբերից մինչև դեկտեմբեր, դպրոցը պատմության ուսուցիչ չի ունեցել, չգիտես ինչու ծնողները չէին դժգոհում, հարմարվում էին, որ իրենց երեխաները դաս չանեն, բայց հենց Դավթյանը սկսեց աշխատել, դիմումներ, գրություններ, զրպարտանքներ, նսեմացնել ուսուցչի աշխատանքը, ես դասը սկսել եմ, Եթե ավարտել է երեխան ամբողջ պատմելու, ունես բան պատմելու բան։